Հռոմայացված գրքին 6-րդ գլուխի մեջը կարևոր ճշմարտություններ կան, մենք անցյալ գիրագի նկատի առինք, թե ինչ կնշանակե Աստուծո ընտանիքին զավակը լալ վերեն ծնածլալով, հավատքով, եւ այսօր մեր նյութն է, որ Աստուծմե ծնած, վերեն ծնած, Սուրբ Հոգիեն ծնած եւ ապաշխարած Աստուծո զավակը կանչված է իր կյանքը դերոջը հանցնելու նվիրումը իր նյութը անելով, նվիրման կյանքը մշակելու, նվիրման կյանքը ապրելու համար, իր անձը Աստուծո նվիրել, ոչ միայն հավատալ, հավատքի գալ, ապաշխարել, մեղքերը խոստովանել եւ դերոջը քավությունը ընդունելով, անոր սուրբ արյամբ մեր մեղքերեն մաքրված լալով, ոչ միայն այս հավատքով գենալ, հաբա նաեւ այս հավատքի մեջ մեծնալ, զոր գոչվի այդ աճումը, այդ մեծնալը հավատքի մեջ, այդ հարաճանալը հոգևոր կյանքի մեջ կգոչվի նվիրման կյանքը, հավատացյալին նվիրումը Աստուծո։ Եվ Հռոմայացված նամակին 6-րդ գլուխին մեջը գարկ ճշմարտություններ կհայտնվին, զոր առաքյալը այդ նվիրման կյանքը կգոչե մենք կյանքի նորոգության մեջ բդդինք եւ հոս գարկ ճշմարտություններ կհայտնե, զոր նվիրման կյանքի հետ կապ ունի, արդ եթե մենք Քրիստոսի հետ մերանք կհավատանք, թե անոր հետ նաեւ պիտի ապրինք, այս ապրիլը, այս կյանքի ապրումը, հոգևոր կյանքը ապաշխարած եւ վերստին ծնած Աստուծո զավակին նվիրման կյանքն է, ոչ միայն Քրիստոս ինքզինքը նվիրեց, իր կյանքը դալով ինձի, եւ ես ջանչծած այս իմ մեղքերս խոստովանելով, զինքը փրկիչս ընդունելով, հաբա նաեւ ես հիմա կսիրեմ զայն, կջանչնամ զայն եւ իմ կյանքս անոր կհանցնեմ, հանցնված կյանքը ապրիլը, այս կյանքն է, որ գաջի հոգևորապես եւ կփոխվի մարմնավոր կյանքեն հոգևոր կյանքը ապրելու համար։ Վասնզի քանի որ մեռավ, մեղքի մեռավ մեկ անգամ, ասիկա հավատացյալին կյանքն է, որ Քրիստոսի մեջ ինք այլևս մեռած է մեղքին եւ գսե գենթանի է, Աստուծո գենթանի է, եւ որ գենթանի է, Աստուծո գենթանի է, այսպես դուք ձեր անձերը մեղքի մեռած սեբեցեք, բայց Աստուծո գենթանի, մեր դերոջը Հիսուս Քրիստոսի ցերկով, եւ հոսե որ առաքյալը այս ճշմարտությունները դալեն յետք գխոսի մեր կյանքերուն նվիրման մասին, զոր այսպես կգոչե, ձեր անձերը Աստուծո ընծայեցեք, որպես թե մերելներեն ողջնցած, եւ ձեր անդամները արդարության գործիքներ Աստուծո, ընծայվիլ Աստուծո, զոր նվիրում կգոչենք, ինքզինքս այլևս Աստուծո ընծայված, ես պիտի ապրիմ անոր գամքին եւ անոր սիրույն մեջ, սկանչելի կյանք մտե հոգևոր կյանքը, որ մեզ Աստուծո հնազանդելու կդանի, Աստուծո հնազանդող կյանքը, քանզի մեղքը ձեր վրա պիտի չիշխե, ուրեմն հիմա մեղքի ազատված Աստուծո ծառաներ եղած, ձեր բդուղը ունիք սրբությունով ու վերջը հավիտենական կյանքը։ Եվ այս ճշմարտության համար առաքյալը գսե թե հնազանդելու
Աստուծո, որ արդարության գտանի եւ դուք կսես սրտանց հնազանդեցաք այն վարդապետության խաղապարին, որ ցեզի հանձնվեցավ։ Եվ հիմա մենք ալ մեր կյանքերը Աստուծո հանձնելու կանչված ենք։ Հոգևոր կյանքի աճելու բոլոր ճշմարտությունը, բոլոր ուժը, զորությունը, կյանքը այս հանձնված կյանքը ապրելու մեջն է, Աստուծո հանձնված, Աստուծո հանձնել։ Շատ տարիներ առաջ եղբայրության մեկ թերթիկի մեջ կգարտամ, թե ամերիկացի ավետարանիչ Չարլզ Ֆինի երբ կքարոզե իր գումը, ուրեմն հաջորդ առավոտ մարդ մգուկա զինքը դեսնելու եւ այս մարդը կսկսի հեզությամբ իր մեղքեն թարցը փասադրել քարոզիչին եւ թե անգյանտին ինչնելու է։ Ես ապաշխարեցի գսե։ Եվ Ֆինի այս քարոզիչ իրեն կփասադրե փրկության ջամփան եւ մարդը կսկսի լալ։ Հուզված է, համոզումի դագ է, գուզե իր կյանքը Աստուծո հանձնել։ Ուրեմն Ֆինի կփածադրե այս ճշմարտությունները, թե ինչպես ապաշխարությունը նաև անգեղզորեն հոժար ըլլալ է Աստուծո իր բոլոր կյանքը հանձնել։ Եվ ուրեմն երբ այս անձը գուզե այդ քայլը առնել, ուրեմն Ֆինի քարոզիչը գաղութ է իրեն հետ։ Եվ այսպես գաղութ է, ով դեր այս մարդը գուզե քեզ իր Աստվածը ընել եւ քու հոգադարությանդ կհանձնվի։ Մարդը ամեն գսե Աստուծո։ Հետո Ֆինի շարունակի իր աղոթքը, ով դեր այս մարդը հոժար է իր ընտանեկան բարակաները, իր բոլոր հարցերը քեզի հանձնելու։ Դարձյալ այս մարդը ամեն գսե եւ շարունակե քարոզիչը, ով դեր այս մարդը իր նյութական կորզնալ քեզի կհանձնե եւ կխնդրե, որ դու գարավարես այն, քանի որ իր անձը հիմա քեզի կհանձնե։ Եվ մարդը պատասխան չի դար այս անգամ։ Եվ բոլորովին լուր կգենա, քարոզիչը կզարմանա, մարդուն մեջ հանգարց փոփոխություն տեղի կունենա, երբ որ իր բոլոր ունեցածն ալ պիտի հանձնե Աստուծո։ Ֆինը գուզե օգտակար լալ այս մարդուն, բայց կտեսնե թե երեք ճշմարտություններ Երևան գուքան այս աղոթքի ադեն։ Առաջին, մարդը քինե բան է, այսինքն քինի գծախ է։ Երկրորդ, մարդը չուզեր հրաժարիլ իր կորձեն։ Եվ երրորդ, անիկա քիդագից է, որ Աստված անսուրբ կորզմը չընդունիր իբրև նվեր եւ սակայն հոժար չէ այդ քայլը առնել, թե ինչպես պիտի ինքզինքը այն ցև գարկատրե, որ նաեւ Աստուծո հաջելի չեղող կորզնալ փոխե եւ իր կյանքը Աստուծո հանձնե։ Սիրելիներս, իմ ալ կյանքիս մեջ, ինչպես քու կյանքիդ մեջ բարականեր եկած լալու են, ուր մեկ փամը արկելք եղած է, որ դուն լման հանձնված լաս Աստուծո, ապաշխարել էդ ետքը։ Հռոմայացված գրքին նաև 12-րդ գլուխի մեջ առաքյալը լման բացատրություն մուտա, թե ինչ է այս հանձնված կյանքը, եւ 12-րդ գլուխի մեջն է, որ հետևյալը գարցանակրե. Արդ գաղաչեմ ցեզի եղբայրներ Աստուծո ողորմությունով, որ ծեր մարմինները ընձայեք գենթանի զոհմը, հավասիկ ընձայումը, նվիրումը, ողջ ապրող կյանքդ Աստուծո ընձայել, բոլոր էությունովդ, Աստուծո հաջելի կյանքը, սուրբ կյանքը, որ քու գսե բնական, սովորական քու ծառայությունդ պետք է այս մեկ արդեն
քանի որ ապաշխարած ես, այս պետք է լա քու ունելիքդ եւ նաեւ գաբելցնե մի գերբարանիկ այս աշխարհին գերբարանքովը հաբա ծեր մտքին նորոգությունովը նորոգվեցեք որբեսի կարող լակ ճանչնալ Աստուծո գամքը ծեր ցանկի մեջը թե անոր գամքը բարի է եւ անոր գամքը հաջելի է քեզի համար եւ նաեւ գադարյալ այս բոլոր ճշմարտությունները մենք կրնանք գիտակցիլ եւ սակայն ինքնին հանցնելու բարակային կրնանք երկնդրանքներ ունենալ եւ ոսե որ սուրբ բادرազմը գսկսի հավատացյալին կյանքի մեջ Աստուծո հնազանդիլ կամ թե մնալ իր գամքին հաջությանը համեմատ ապրելու հոսե որ մենք փոփոխության պետք ունենք որ Աստված փոխե մեզ որբեսի գարենանք ապրիլ անոր գամքին համեմատ եւ ինչ տեսակ փոփոխություն պիտի բերե Աստված մեր կյանքի մեջ ինչու համար ես պիտի փափակին որ փոխվիմ այս կնշանակե թե նախ պետք է մեղքի համոզում ունենամ թե իմ մեջս դգարություններ կան իմ մեջս լուրջ արգելքներ կան որով չեմ գրնար ինքնս լման Աստծո մեջը տնել եւ ապրիլ այդ կյանքը որ դերս իսկանչած է անոր հետը քալել եւ հավատքի մեջ ապրիլ եւ աջիլ հավատքի մեջ սակայն հավատացյալը գուզե փոխվիլ անպայման գուզե ամեն հավատացյալ գուզե փոխվիլ որովհետեւ ադիգա նաեւ Սուրբ Հոգին փափակն է քու ներսիտից եւ երբ Սուրբ Հոգին քեզ գմղե որ դու պետք է որ փոխվիս եւ այդ դգարությունները դուրս գաս որբեսի նվիրման Սուրբ կյանք մաբրիս Աստծո ցերացը մեջ հաղթական կյանքը ուրախ կյանքը խաղաղությամբ ապրված կյանքը սիրով լեցուն կյանքը Սուրբ Հոգիով լեցված կյանքը այն ադեն տուն կփափակիս Քրիստոսի նմանիլ Հիսուսի նմանիլ եւ Հիսուսի նմանելու փափակով է որ լեցված գլաս եւ այդ փափակն է որ քեզ գմղ է շարունակ որ դու փոխվիս քու ներսի մարդուտ մեջ քու ներսի էությանդ մեջ որբեսի ներսեն քու մեջ էդ գարենա շինվիլ որ լատե դերը քեզ փոխելով անոր նմանությունը հակնիս այս է որ մտքին հոգիովը նորոգվիլը կբացատրե այսինքն Քրիստոսի միտքը ունենալ եւ այդ միտքը ունենալու համար մենք որքան կգարոդինք աղոթելու սիրելիներս ես իսկ որ կարոզեմ որքան ինքս դգար կդեսնեմ աղոթքի կյանքի մեջը աղոթքի կյանքը մշակելով է որ ես կրնամ փոխվիլ որովհետև այն ադեն թույլ պիտի տամ որ Սուրբ Հոգին ներքործե իմ մեջս Աստուծո ճշմարտությունները Աստուծո գամքը ճանչնալը զինքը ճանչնալը եւ իմ բագասներս պիտի տեսնեմ այդ ժամանակ քանի որ երբ գաղութեմ դերը ինձ ցույց կտա թե ինչ բաներու մեջ ես կարող եմ փոխվելու եւ աղոթքի կյանքն է որ Աստուծո խոսքը կբարդատրե որովհետև առանց աղոթքի մենք ուժ չենք կրնար ունենալ ապրելու համար հոգևոր կյանքը եւ նաեւ բնականաբար Աստծո խոսքը գարտալ առանց Աստուծո խոսքը գարտալու ես չեմ կրնար նաեւ մշակել աղոթքի կյանքը երբ ես կգարտամ Աստված ինձ կխոսի ու երբ գաղութեմ ես Աստուծո կխոսիմ այս հարաբերական կյանքը մշակելով է որ ես կրնամ նվիրման կյանքը մշակել իմ ներսիտիս եւ այս նվիրման կյանքը Աստված ամեն մեկես կուզե
ասիկա փամը չէ, որ ոմանք պիտի ապրին, ոմանք ալ չապրին, հաբա այս նվիրումը Աստված մեզ կպահանջի։ Հիսուս Քրիստոսի հանձնվել, ոչ միայն ապաշխարել, հավատալ, փրկվել, հաբա նաև փրկության կյանքը իր բոլոր լեցունությունով զայն ապրիլ եւ Քրիստոսը վայելք մտածնել մեր կյանքերում մեջը։ Այն ադենն է, որ մենք կրնանք Հիսուսի միտքը ունենալ, այսինքն անոր հեզությունը, անոր խոնարհությունը, անոր խաչին կորձը ճանչնալ մեր կյանքերում մեջը։ Ինչու, որովհետև Հիսուսի հոգին խաչին հոգին է։ Եվ ուրեմն երբ ես կուզեմ Հիսուսի հոգին ունենալ, նաև Սուրբ Հոգին պիտի ճանչեցնե ինձի, թե խաչը ինչ ներքործություններ կգադարի իմ ներսիտիս։ Եվ ոնե որ այդ Սուրբ բادرազմը դեղի կունենա, թե արդյոք ես ալ հոժար եմ խաչին վրա իմ կյանքս տնել, հոժարը լալ, որ Հիսուսի համար մեռնիմ։ Այսինքն եսիս մեռնիմ, իմ նախնդրանքներուս մեռնիմ, իմ ծրագիրներուս, իմ խորհուրդներուս, իմ դրամապանությանս, իմ փարգությանս, իմ չղայնությանս, իմ սրտնեղությանս, իմ անհամբերությանս։ Միայն անցին մեռնելով է, որ հոգևոր կյանքը կրնա սնունդ առնել Հիսուս Քրիստոսի մեջ եւ անիգա սկսի աջիլ եւ ապրիլ իմ ներսիտիս։ Եվ ոսե որ Աստծո խոսքը մեզի պիտի օգնե, որ այս վիճակին մեջը օրեօր մենք այս գարոդը ճանչնալով Հիսուսի կանք եւ Հիսուսի հետ ապրինք։ Երանի ջամփով ամպիծներուն, որոնք դերոջ օրենքի մեջ գկալեն։ Եվ նաև իմ բոլոր սրդովս խնդրեցի քեզ։ Մի թողուրզիս, որ քու բադվիրանքներդ մոլորիմ։ Իմ սրդիս մեջ բայեցի քու խոսքերդ, որբեսի չմեղանչեմ քեզի թեմ։ Այս ճշմարտությունները բադգերալի ցևով մենք գտեսնենք այն կյանքերում մեջ, որոնք փոխված են, նվիրման կյանքը գաբրին։ Հիսուս Քրիստոսի սիրով լեցված են։ Եվ այսպիսի կյանքեր, երբ փոփոխություն խորանա իրենց կյանքը Քրիստոսի մեջ, Աստծո խոսքի մեջ, աղոթքով գապված Աստծո խոսքով աջող կյանքը, այն ադենն է, որ մենք գրնանք մեր սրդերու մեջ բահել Քրիստոսի սերը, անոր հեզությունը, անոր խաղաղությունը, եւ երբ որ գլսենք, թե անցեր կան հավատացյալներ, որոնք գրնան քայտագղիլ որոշ պատճառներով, եւ սակայն Քրիստոսի մեջ հաստատված կյանքը, որ արմատ գաբած է Հիսուսի մեջ, եւ ուր Աստուծո խաչին ներքորզությունը օրեօր զինքը կփոխե ներքնաբես, որբեսի ինքը Հիսուսի սիրով լեցվի, անոր հեզությունով լեցվի, անոր քաղցրությամբ լեցվի, անոր կյանքին անոթի կփափակի, որ Հիսուս Քրիստոսը իր խաղաղությունը լա, անիգա լա իր սերը, անիգա ապրի իր ներսիտին եւ ինք անոր նմանի։ Այն ադեն կգադարվի Աստծո խոսքի մեջ այս համարը, այսպիսին կյանքի մեջ։ Սաղմոս 119, 165 Քու օրենքդ սիրողներուն շատ խաղաղություն կա։ Ինչու, որովհետև անիգա Աստուծո խոսքով կառաջնորդվի։ Սաղմոս 119, 165 Խիստ կարևոր համար մնե հավատացյալներուս կյանքի մեջ, զոր առաջին ճշմարտությունը հանձնված կյանքին գտեսնենք, թե անիգա Աստուծո խոսքը սիրող եւ Աստծո խոսքին հնազանդող մեկն է։ Օրենքը սիրողներուն,
Ոչ միայն խաղաղություն կա, հապա շատ խաղաղություն կա։ Եվ մեր փապակը այս մեկն է, անոր չի հանցնված, անխաղաղ վիճակները կանցնի, գվրթովի եւ նույնիսկ կքայտագրի եւ գրնաբաղի հոգեվոր կյանք է։ Եվ Աստծո խոսքը այս համարի մեջ գսե քո օրենքը սիրողներուն շատ խաղաղություն կա ու անոնց քայտագություն չլար։ Անոր Աստծո խոսքը գլսե եւ գբահե իր ներսիտին եւ գաջի Աստծո խոսքով կսիրե Աստծո խոսքը կհնազանդի Աստծո խոսքին անոր քայտագություն չլար։ Եվ այսպիսի աջուն կյանքներ հոգևոր կյանքը որ գաջի գրնա նաև օգտակար լալ ուրիշին անոր որ կքայտագրի զանիգա խրադել հորթորել որբեսի անիգայալ աղոտքի մեջ գրնա հարադեվել Աստծո խոսքին հնազանդության մեջ հարադեվել եւ լա թե ինքնալ իր խաղաղությունը չգործընծնե։ Ուրեմն մեղքի թեմ արդյոք որքան ըսկայուն եմ, որ լա թե Սուրբ Հոգին չդրտմի։ Հարցանոր մեջ չէ որ ես մեղքը կգործեմ եւ ուրեմն կխնդրեմ Աստծուզմե որ դեր ինձ օգնե, որ հաղթողը լամ այդ մեղքին, հապա եթե իմ նպատակս Աստծո Սուրբ Հոգիով լեցվիլը չլա, այնադեն նույնիսկ Սուրբ Հոգին այդ մեղքերու ընթացքին, դգարություններուս ընթացքին գրնա դրտմիլ, քանի որ մեղք կործելը կնշանակե Սուրբ Հոգին մեկ կողմը տնել, որովհետեւ ես իմ սիրածս կդարեմ։ Հիմա շատ Աստծո զավակներ այդ խաղապար ունին, թե ես դգարեմ, ուրեմն մարմնավոր ցանկություններ կունենամ, կամ իմ եսից չեմ գրնար հաղթել, թեև եսը միշտ ձազուկ սևով գուկա, հբարդությունը, անձնասիրությունը եւ այլն։ Ուրեմն հարցը անոր մեջ չէ թե ես գսիրեմ այս մեկը, հապա անոր մեջ է որ ես այս մեկը սիրելով կդրտմեցնեմ այն մեկը որ զիս կսիրե, Աստծո Սուրբ Հոգին, որ մեծ զնած եմ եւ իմ ներսիտիս է։ Ուրեմն Աստծո զավգին բոլոր փափակը երբ ապաշխարած է այդ նվիրման կյանքը մշակելն է, ինչպես գրնամ աջիլ հոգևորաբես իմ անձս Աստծո նվիրած լալով, օրեօր անոր խոսքին ճշմարտությանը մեջ եւ անոր հետ հարաբերելով աղոթքով գարենամ եսալ հասուն առողջ հավատացյալ մըլլալ։ Դերը մեզի այս նվիրման կյանքին լիուլի հասցնե սիրելիներս։ Այսօր եթե ապաշխարած ես եւ դարիներու ապաշխարություն ունիս, քննեք ոնցը թե արդյոք նաեւ ունիս այս նվիրումը երբ ինքզինքդ լման հանցնած ես Աստծո ծերացը մեջ։ Արդյոք որքան հոգ կդանիս աղոթքի կյանքին, արդյոք միայն վարգյանը 2-5 վարգյան, որքան հոգ կդանիս Աստծո խոսքը յուրացնելու քո կյանքիդ մեջ։ Հիմա Հայաստանի մեջ զորօրինակ իրենց մեծակույն դենչը փափակը գարոդը այս մեկն է։ Ինչպես մենք կրնանք ապրիլ այս հավատքը, երբ ապաշխարած ենք, Հիսուս ընդունած ենք, ինչպես կրնանք յուրացնել Աստծո խոսքը մեր կյանքերուն անցնել։ Եվ ասիկա ցույց կուտա առողջ գարոդը Քրիստոսի անտեպ, որ աջի հավատացյալը։ Եվ աջումը ինչ է, եթե ոչ անոր հոգիով լեցվիլ, անոր սիրովը, անոր նմանող կյանքովը, որ հեզության կյանքն է, խոնարհության կյանքն է։ Եվ եթե այս մեկը կբացի մեջս, ուրեմն ես պետք ունիմ նվիրման կյանքին։ Դերը մեզի Սուրբ Հոգիով այցել է եւ այս նվիրման կյանքին ուրախություն ունենանք մեր կյանքերու մեջը։ Այսօր գեսորեն յետքը այս նյութը պիտի խորացնենք եւ ես պիտի փափակեի որ բոլորը դալ ներգալակ ժամը 5-ին որբեսի ավելի նաեւ օրինակ մարնելով Աստծո խոսքեն կարենանք տեսնել թե ինչ է ճշմարտաբես
իր կյանքը նվիրելը Աստծո եւ ինչ կնե նվիրման կյանքը նաեւ մեր կյանքերու մեջ դեր օշնեցես ամեն աղոթենք Դեր Հիսուս այս ճշմարտությունները թող միայն լոգ ճշմարտություն եւ իրականություն եւ վարդապետություն ուսուցմունք չմնան հապա նաեւ մենք հնազանդելու սիրտը փափակինք ունենալ որովհետեւ քու Սուրբ Հոգիդ մեր տասյարակը լա եւ խաչը մեր դբրոցը Հիսուս Քրիստոսի ոտքերուն խոնարելով նաեւ աջելու համար քու սիրույթ մեջ որովհետեւ մենք ալ ժարանքները լանք երկինքի փառքին եւ քու թագավորությանդ Հիսուսի անունով ամեն